Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ Արագածոտնի մարզ, գյուղ Իրինդ, իրականում չգիտեի, որ այդպիսի գյուղ կա Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ շատ գյուղեր կան, որոնց մենք ծանոթ չենք, եկել էի այստեղ գործով ու ինձ ասեցին, որ այստեղ կա մի գեղեցիկ փոքրիկ լճակ, որը նաև որպես ջրամբար է ծառայում, և Արագածից իջնող ջրերը հավաքվում են այստեղ ու ոռոգում են Իրինդի, այսպես ասած, գյուղատնտեսական հողամասերը։ Սա Իրինդի լիճն է։ Տեսեք, երեկոյան ժամ է, մենք մոտավորապես ծովի մակարդակից, եթե չեմ սխալվում, 2100-2200 մետր բարձրության վրա ենք, այստեղ դեռ խոտը կանաչ է, դեռ ծաղիկները, որոնք բացվում են, ասենք Արարատյան դաշտում մայիսի վերջ, այստեղ նոր են սկսում բացվել։ Այսպես սիրելի հետևորդներ, շատ հետաքրքիր տեղ է Իրինդ գյուղը, գտնվում է հյուսիս-հարավ ճանապարհի, կարելի ասել 60-ից 65-րդ կիլոմետրի միջակայքում, դեպի Արագածի լանջը տանող ճանապարհին, այսինքն եթե Երևանի կողմից եք գալիս, ապա ընկնում է ձեր աջակողմյան հատվածում։ Իրինդ գյուղը բավականին հետաքրքիր գյուղ է, այստեղ դաշտամիջյան հատվածներում ենք պտտվել, մի մեղվափետակ ենք բերել տեղում, փորձում ենք հասկանալ այստեղ մեղուները ինչպես են ապրում, հնարավոր է այստեղ մեղր ստանալ, տեսեք սիրելի հետևորդներ, վաղը արդեն օգոստոս ամիսն է սկսվում, իսկ այստեղ դեռ ծաղկած են ուրցերը, նոր ծաղկել են, տեսեք, որ մոտավորապես պատկերացնեք ինչպիսի բնություն է այստեղ։ Բավականին հետաքրքիր հուշարձաններ կան, գյուղ մտնելուց էլ անմիջապես ցուցատախտակի կողքին հանդիպեցինք վիշապաքար, կգնամ ճանապարհին դա էլ ձեզ ցույց կտամ, հարցրեցի գյուղացիներին ինչով են առհասարակ զբաղվում Իրինդ գյուղում, ասացին, որ այս պայծրությամբ ունեն հատապտուղներ, հիմնականում ազնվամորի, մալինը, ազնվամորի են մշակում, հիմա միայն դրա վաճառքով են զբաղվում, իսկ գյուղում իրենց ասելով գրեթե ամեն ինչ աճում է, բայց իհարկե բավականին ուշ է հասունանում։ Անգամ մենք այստեղ հանդիպեցինք ծիրանի ծառերի, որ դեռ պտուղները չէին հասունացել։ Հիմնականում կարտոֆիլ են մշակում նաև այստեղ, տեսեք ինչ հետաքրքիր, ինչ գեղեցիկ ծաղիկի եմ հանդիպել անմիջապես քարափին։ Չգիտեմ ինչպես է կոչվում, բայց շատ գեղեցիկ է։ Բնական ժայռեր են, բնական ժայռերի մեջ էլ ջուրն է։ Այսպես։ Հիմա կիջնենք ներքև, ես ձեզ ցույց կտամ այս գյուղի նաև տեսարժան վայրերը։ Շատ գեղեցիկ, շատ խաղաղ և հանգիստ միջավայր է այստեղ։ Ամբողջ ափով մեկ, ընդամենը 2 երիտասարդ եմ տեսնում, հանգստի հատվածներ կան, բայց հիմնականում դատարկ է լինում այստեղ ասացին, չնայած որ լավ արև եղանակ է, լավ տաք օր է այսօր, այսպես դեռ հանգիստ է։ Հիմա կգնանք, ձեզ ցույց կտամ նաև մի փոքր հատված ցույց կտամ մեր մեղվի աշխատանքներից, մեկ փետակ ենք ընդամենը բերել, այսօր պարզապես տեղափոխման աշխատանք ենք կատարում, ուզում ենք հասկանալ, ինչպես ասացի, տեսնենք ինչպես իրեն կդրսևորի այստեղ մեղուն, ու իջնենք ներքև, արդեն գյուղի մասին կհասկանանք, գյուղացիներից կհարցնենք, տեսնենք ինչ են պատմում իրենց գյուղի մասին։ Հետևորդներ, ուրեմն եկել ենք Արագածոտնի մարզի արդեն Իրինդ գյուղի եկեղեցի, սա Սուրբ Գևորգ եկեղեցին է, կառուցվել է 7-րդ դարում, ութանիստ եկեղեցի է, սիրելի հետևորդներ, ուրեմն եկեղեցին վերակառուցվել է արդեն 2005-2017 թվականների ընթացքում, վարչապետ, տվյալ ժամանակաշրջանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ, նշեմ, որ Անդրանիկ Մարգարյանը երկար ժամանակ ապրել է հենց Իրինդ գյուղում։ Այսպես։ Շատ
հետաքրքիր լուծումներով, շատ հետաքրքիր զարդաքանդակներով եկեղեցի է։ Եկեղեցու բակում կան վաղ քրիստոնեական կոթողներ, ունենք այս կողմում նաև արդեն քառակող կոթողներ։ Քառակող կոթողը, ովքեր որ չգիտեն, նշեմ, որ կոթողը, որը 4 կողմերում ունի պատկերներ, հիմնականում քրիստոնեական սյուժեներ են։ Սա պատվանդանն է կոթողի արդեն ուշ շրջանում, իսկ սա վաղ շրջանի քառակող կոթողը։ Այսպես։ Ինչպես նաև այստեղ են տեղադրված նաև եկեղեցու այն բեկորները, որոնք ճարտարապետության մեջ վերականգնման ընթացքում այլևս չեն օգտագործվել կամ դրանից հետո են գտնվել։ Հիմա մտնենք եկեղեցի, եկեղեցին էլ ձեզ ցույց տամ։ Մոտենամ այստեղ նաև ցուցատախտակի վրա ձեզ ցույց տամ գրությունը եկեղեցու մասին, ովքեր հետաքրքրված են, մեկ պահ կպահեմ այսպես, որպեսզի կարողանաք լուսանկարով ֆիքսել այս հատվածը եւ մտնենք ներս։ Եկեղեցին կառուցված է եռաստիճան ստիլոբատի վրա։ Եկեղեցու մուտքը զարդարված է ամեն կողմից երկուական զույգ որմնասյուներով։ Հիմա մտնենք եկեղեցու ներսը։ Սա էլ եկեղեցու խորանն է։ Եվ իհարկե թմբուկը, որը նստած է կամարների վրա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, ճիշտ է, 8 աստիճան թմբուկ ունի։ Այսպես մոտավորապես, որ հասկանաք։ Ներքևի հատվածում արդեն եկեղեցու վաղ քրիստոնեական հատվածի շինարարական, այսպես ասած, հատվածն է, իսկ միջանցիկ հատվածներում կան վերանորոգված պատերը, տեսեք, սա վաղ շրջանն է, իսկ արդեն խորանը մասնակի մի հատվածով եւ այսպես մուտքի հատվածով ու իհարկե գմբեթով արդեն ուշ շրջան է։ Վերականգնող ճարտարապետին չեմ կարող ասել ով է, ընթացքում կփորձեմ հասկանալ եւ մեկնաբանությունների բաժնում արդեն վերականգնող ճարտարապետի մասին էլ տեղեկություն կտամ ձեզ։ Եկեղեցու ուրեմն խորանի աջ ու ձախ կողմերում էլ ունենք ավանդատներ։ Սրանք ավանդատներ են։ Ավանդատները հիմնականում ծառայել են հոգևորականների պատկանող գույքը այստեղ տեղավորելու, ինչպես նաև ծիսակատարությունների համար նախատեսված գույքը այստեղ պահելու համար։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա գնանք տեսնենք։ Եկեղեցին ունի 2 մուտք, մեկը արևելյան հատվածից է, ինչպես որ կարգն է, եւ մեկը հարավային հատվածից է։ Այս եկեղեցու մասին այսքանը, հիմա շարժվենք առաջ, տեսնենք էլ ինչ կգտնենք, ինչ հետաքրքիր բան կգտնենք Իրինդ գյուղում։ Սա էլ գյուղի զբոսայգին է եւ Անդրանիկ Մարգարյանի արձանը։ Այսպես։ Առաջին անգամ եմ իրականում լինում այս գյուղում ու շատ հետաքրքիր զբոսայգի ունի։ Եթե երբևէ այցելեք Արագածոտնի մարզ գյուղի Իրինդ, ապա անպայման այցելեք նաև այս զբոսայգին։ Հիմա գնանք առաջ, ձեզ ցույց տամ զբոսայգին։ Այսպես կանաչապատ տարածք է։ Ունի խաղահրապարակ փոքրիկների համար։ Այստեղ չգիտեմ ինչ կառույց է, երևի դպրոցի շենքն է եւ շատ հետաքրքիր կոթող ունի։ Ինձ ասացին, որ սա դպրոցի շենքը չի, հին ակումբն է, այսպես ասած, մշակույթի տունը։ Իսկ Կիսանդրին էլ Խաչիկ Դաշտենցի Կիսանդրին է։ Այսպես։ Եվ այստեղ ունենք մի շատ հետաքրքիր հուշարձան, մոտենանք 1915 թվականի նվիրված հուշարձան է։ Գնանք առաջ, այնպես նկարեմ, որ լույսը չխանգարի ամբողջությամբ կարողանաք տեսնել։
Ուրեմն զույգ արծիվներ են կենտրոնում զանգաշտարակով քանդեցին երկինք մի լուրդ, մորթեցին մի ժողովուրդ գրությամբ ակադեմիկոս Միքայել Խաչիկի Քոթանյան 1927-1999 թվական եւ այստեղ էլ ինչպես հասկացա նահատակների ճիշտ է հայրենական պատերազմի զոհվածների լուսանկարներն ու տարեթվերն են այստեղ ինչպես հասկացա որոշները նաև անհետ կորածներ են որովհետև միայն ծննդյան տարեթվերն են այստեղ նկարված պատկերված Հուշարձանի կողքին կա նաև իհարկե ցուցատախտակ այսպես ցույց տամ Հայոց ցեղասպանության 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ճիշտ էի կռահել Սիրելի հետևորդներ, ուրեմն զբոսայգուց անմիջապես դուրս են գալիս ու մեր դիմաց հայտնվում է այսպիսի մի աշտարակ ճիշտ ասած ինձ հիշեցնում է սովետական խորհրդային միության կարգերի ֆիլմերից ինչ-որ տեսարանի ուզում եմ հասկանալ սա ինչ է հիմա մոտենանք հարցնենք տեսնենք սա ինչ է Սիրելի հետևորդներ մոտենում ենք մուտքին մեզ ասացին որ խորհրդային շրջանից մնացած սիլոսի հոր է Ես չէի տեսել այսպիսի բան առաջ անգամ եմ տեսնում ու ինձ համար շատ հետաքրքիր է նստապավորությունները ոնց որ ընկնեինք միանգամից խորհրդային կարգեր Ասացին որ ներսը դուռը բաց է կարող ենք ներս մտնել հարցրեցինք մուտքի համար հիմա փորձենք ներս մտնել Այս բացենք դարպաս են դրել Ներսում խոտ են պահում ես պահին Իհարկե վերևից ծածկված է այլևս հնարավոր չի տեսնել ինչ-որ բան բայց ամեն դեպքում ունենք այս պատկերը Փակենք շարժվենք առաջ Սա էլ հեռվից տեսարանը Սա էլ Իրինդ գյուղի Մշակովի տարածքն է Ուրեմն սիրելի հետևորդներ տեսեք Այստեղ ինչ է աճում է լոլիկ, աճում է վարունգ, լոբի, այն հատվածում կարտոֆիլներ կան, բարձրացող լոբիներ կա, ուրեմն ունենք դդմիկներ կաբաչկա ասվածը եւ իհարկե այստեղ նաեւ ունենք ոլոր Այսպես սիրելի հետևորդներ, մենք հանդիպեցինք այստեղ հողատիրոջ հետ, փորձեցինք մոտենալ, հասկանալ որ եղանակին հիմա հասկանանք երբ ինչ մշակաբույս է աճում։ Բարև ձեզ։ Ձեզ մոտ մշակաբույսերը հիմնականում բարձ գրունտի ժամանակ երբ եք դնում հողը։ Ընդհանուր առմամբ դնում ենք արդեն ապրիլ ամսից, ապրիլի վերջերին։ Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կարելի ասել։ Իհարկե։ Հա, իսկ այստեղ ոնց հասկանում եմ բավականին ուշ է բերքը սկսում հասունանալ։ Որովհետև այս տարի ուշ էր տարին։ Ուշ էր տարին։ Իսկ առհասարակ ինչ է աճում, գյուղում ինչ է աճում, որ Հիմա առաջ չէր աճում, բացարձակ բացի շլորից, հա, ասենք ծառատեսակներից, ունկուզից ուրիշ ոչ մի բան, ուրիշ ոչ մի բան։ Բայց հիմա փառք Աստծո ամեն ինչ տեսնում եք։ Տեսեք, պոմիդորներ են աճում այստեղ, ծիծակ է դրված, կծու բիբար է դրված, սիրելի հետևորդներ, այսինքն կարելի ասել գյուղը չլինելով նաև նախալեռնային է, չէ՞ համարվում։ Այո, լինելով նախալեռնային գոտի, գրեթե ամեն ինչ այստեղ աճում է։ Հիմա մոտենանք ձեզ ցույց տամ նաև լոլիկները։ Տեսեք, սիրելի հետևորդներ, ես իմ տեսանյութներում շատ հաճախ ձեզ ասում եմ, որ լոլիկը դա պոմիդորի տեսակ է, խոսքը սրա մասին է։ Այստեղ տեղացիները եւ գրեթե ողջ հանրապետությունում այս տեսակին անվանում են լոլիկ։ Ոչ միայն պոմիդորն է տեսակով, այլ հենց ինքը անվանում են լոլիկ սրան։ Այսպես շարժվենք առաջ։ Տեսեք, արդեն սա հասել է։ Բաց գրունտի համար սա արդեն հասել է։ Վարունգներ կան այստեղ, գնանք այնտեղ ձեզ ոլորներն էլ ցույց տամ, գարող ասվածը։
Այսինքն կանաչեղեն էլ են հատվածում է գտնվում։ Լավ, իջնենք ոլորի մարգի մոտ, չվնասելով մյուս մշակաբույսերը։ Գնանք առաջ։ Տեսեք սիրելի հետևորդներ, սա ոլորն է։ Երբևէ տեսել եք թփի վրա։ Դե սա ցույց տամ։ Այսպես տեսեք հատիկները։ Այդ րոպե ինձ հարմար դիրք կոպրնեմ, որ սա կանաչ ոլորն է, կարող եք և կանաչ պահել, և կարող եք չորացնել, որպես հատիկեղեն ձմռան համար օգտագործել։ Սա էլ ծաղիկներն են։ Հա, պահածոյի համար եք հատուկ ցանել, ասեց, որ պահածոյի համար է հատուկ։ Այսպես գնանք կանաչիներն էլ ցույց տամ, որ հասկանանք այստեղ ինչի աճում առհասարակ։ Ահա, տեսեք, սա էլ կանաչիներն են։ Շատ լավ։ Այստեղ ուրեմն աճում է ռեհան, ունենք մաղադանոս, ունենք սամիտ, ունենք գինձ, այնտեղ կա կոտեմ, ելակներ ունենք, կա նաև կաղամբ։ Այսպես։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե շարժվենք առաջ, տեսնենք էլ ինչ կգտնենք յուղում հետաքրքիր։ Շնորհակալ ենք ձեզ բարի աշխատանք։ Մենք բուջուրիկներ ուտենք։ Հա, էսի բայց ջուրն էլ հեն այնտեղ է։ Շատ լավ, տանենք ջուրի մեջ լվանանք, շնորհակալություն, մեզ հյուրասիրեցին նաև վարունգով։ Լվացնենք, նոր տանենք, որ առաջանանք։ Ահա, այստեղ էլ ջուրը։ Հա, ահեն դու լվացու գալիս։ Սա այստեղ տնենք, տեղավորենք։ Եթե բալիկի հետը մարգախնդորներ են սրան, խաղի մի քանի։ Ապրեքսի հետ շնորհակալ եմ։ Այսպես սիրելի հետևորդներ, սա էլ գյուղի մուտքի մոտ տեղադրված վիշապաքարը։ Այսպես։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի հասկանալու համար ձեզ ինչ է վիշապաքարը, ինչ է պատկերված։ Պատկերված է ուրեմն ցուլ եւ հովաս։ Այսպես։ Ոչ վիշապաքարերը առհասարակ նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային կառույցներ են համարվել, ուրեմն կառուցվել է Քրիստոսից առաջ, այսինքն պատրաստվել է վիշապաքարը 3-ից 2-րդ հազարամյակներում։ Սա էլ իրեն գյուղ մտնող ճանապարհն է։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, այս տեսանյութով, եթե ձեզ հետաքրքիր են Հայաստանի տարբեր գյուղերը, առաջիկայում լինելու եմ Թալինի տարածաշրջանի ամենատարբեր գյուղերում, այստեղ աշխատանք ունեմ, աշխատանքով պայմանավորված, այստեղ եմ լինելու դեռ տևական ժամանակ, կնկարեմ ձեզ համար նաև այստեղի գյուղերի մասին տեսանյութեր, որպեսզի դուք էլ ծանոթ լինեք, դուք էլ ճանաչեք այստեղի գյուղերը։ Դե ինչ, լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը։